Ղզիկ, էշ, տխմար, ոչիլ։ Այս բառերը լսելով դուք մտածեցիք, թե սա փողոցային բառամթերք է եւ հանրային խոսքում հատուկ է միայն շրիշակից ցածր մակարդակ ունեցող անձին, ոչ հարգելի հայրենակիցներ։ Սրանք վերջին օրերին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակային խոսքերն են։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կինը որոշել է հիշել իր ու ամուսնու ոչ վաղ անցյալը, երբ աշխատում էին որպես լրագրող ու թերթի խմբագիր եւ նմանատիպ բառապաշարով նյութեր հրապարակում իրենց ընտանեկան թերթում, Հայկական ժամանակում։ Աննա Հակոբյանը սկսել է նեղվել իր ու ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքներից եւ իբր համարժեք պատասխան է տալիս ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին վիրավորելով։ Փորձենք տրամաբանել եւ իմաստ գտնել Փաշինյանի կին Աննայի այս տեսակ ագրեսիայի արտահայտման մեջ։ Եթե իշխանական ընտանիքի մասին հնչող մեղադրանքները կաշառքի, թալանի ու պատերազմում պարտվելու վերաբերյալ ճիշտ չլինեին, վստահ եղեք, որ նրանք վաղուց արդեն հերթով, կարգով այդ մարդկանց դատի էին տվել կամ ուժայիններին հրահանգել էին, բերման ենթարկել, ձերբակալել, ինչպես սովորաբար անում են։ Բայց իշխանական զույգը որոշել է ընդդիմությանը սպառնալ ԱԱԾ պատվալներով կամ վիրավորել։ Սա ըստ էության փաստում է թերի կրթության եւ ոչ անհրաժեշտ դաստիարակության մասին։ Իրականում Փաշինյանին ու կնոջը ճանաչողներին առանձնապես չի զարմացնում նրանց ագրեսիվ ու հիստերիկ դրսևորումները։ Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ բան։ Ինչպես կարող է նման փողոցային բառապաշարով խոսող կինն իրեն իրավունք վերապահել, զբաղվել ազգի կրթությամբ եւ կրթությունը նորաձև է լոզունգի տակ կրթական արշավ իրականացնել։ Հետաքրքիր է, յուղերով ու քաղաքներով շրջող Աննան ինչ է սովորեցնում աղանդավորական քարոզ հիշեցնող իր հավաքների մասնակիցներին։ Եվ առհասարակ, ինչպես կարող են այս մարդիկ կրթել ուրիշներին, երբ իրենք ունեն կրթվելու անհրաժեշտություն։ Ցավալի է նաև այն, որ Հակոբյան Աննային ՔՊԱ-ական խմբակի մյուս կանայք ոչ թե քննադատում են, այլ ընդհակառակը, սատարում ու ընդգծում, որ մի բան էլ ուշացրել է մարդկանց վիրավորելը։ Ես կարծում եմ, ամեն դեպքում մարդու հոգուն հասցնում են, էլի, այսպես ասեմ, էլի, որ մարդը ստիպված նման արտահայտություններ է անում։ Չեմ խոսել անձամբ տիկին Հակոբյանի հետ, բայց ես կարծում եմ, որ համարժեք է եւ նորմալ է։ Տիկին Աննա Հակոբյանը ոչ թե վիրավորում է, այլ այն բոլոր բառերը, որոնք այս տարիների ընթացքում հետ չի վերադարձրել, հիմա հետ է վերադարձնում։ Փաստորեն այս կանանց համար ընդունելի է փողոցային բառապաշարի օգտագործումը։ Մեծ հաշվով զարմանալ պետք չէ, չէ՞ որ սրանք այն նույն կանայք են, որոնք բերանները ջուր առած լռել են, երբ իրենց սրտի վարչապետի հրահանգով նահատակված մեր հերոսների ծնողներին բերման են ենթարկել, նրանց բռնի ուժով եռաբլուրից դուրս հանել։ Երևի թե նույն կերպով ողջունել են նախորդ տարի ազգային ժողովի շենքի մոտ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակներ նետելը, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ լուրջ վնասվածքներ էին ստացել։ Ինչ հետաքրքիր բան ստացվեց։ Այս իշխանությունը նախկիններին մեղադրում էր բռնի ուժով հարցերը լուծելու, մարդկանց շքամուտքերում ծեծելու, ահաբեկելու եւ սպառնալու մեջ, բայց իրենք եկան ու այս ժողովրդի հետ սկսեցին ավելի վատ վարվել։ Հիշում եք, չէ՞, Փաշինյանը ինչպես արեց իր այսպես կոչված հեղափոխությունը։ Բաց, վերև պարզած ձեռքերով, իսկ իրականում այդ բաց ձեռքերի հետևում նենգություն ու մաղձեր թաքնված, որն այսօր շատ սիրուն, փաթեթավորված թափվում է մարդկանց գլխին։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, պատրաստվեք, այս մարդիկ որքան մնան իշխանության, այնքան վտանգն ավելի մոտենալու է մեզնից յուրաքանչյուրին։